Հայաստանում իրավիճակը պայթյունավտանգ է, գրեթե ամեն օր Երևանի տարբեր վայրերում, կառավարական շենքերի առջև, փողոցներում, օտարերկրյա դեսպանատների առջև բողոքի ակցիաներ են անցկացվում, որի մասնակիցները քննարկում են քաղաքացիներին անհանգստացնող բազմաթիվ հարցեր, սկսած Ղարաբաղի հարցից մինչև Զանգեզուրի միջանցքի բացումը, Ադրբեջանի տարածքով ցորենի մատակարարումներից մինչև ադրբեջանցիների իրենց նախնիների հողեր վերադարձի վերաբերյալ բանավեճերը եւ այլ արդիական հարցեր։ Քննարկվող թեմաներից մեկն էր 2026 թվականին անցկացվելիք խորհրդանական ընտրություններն են։ Օրագիր Նյուսի թղթակիցը շրջել է Երևանի փողոցներում, որպեսզի իմանա քաղաքացիների կարծիքը այդ հարցի մասին։ Ոչ մեկ վստահություն չի ներշնչում։ Ոչ մեկին։ Ես չեմ մասնակցում ընտրությունների արդեն շատ երկար տարիներ է։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանին էլ չեմ ընտրել։ Ես ռուսական շպիոներին ոչ մեկին չեմ ընտրում։ Ով որ ընտրվել է։ Բացի նախորդից նորը ով լինի, միայն ոչ Սերժը Քոչինյանը, այս մեր բարերար կոչված Կարենը, Սամվել Կարապետյանը, ոչ մեկին դրանց։ Իսկ գործող իշխանությանը դրդեիք։ Հաջան։ Գործող իշխանությանը դրդեիք։ Եթե ոչ մի նոր մարդ չլինի, լավ այնքը քանց նրանք։ Մեկին ասեք, մակարդակից է ցածր, ահա իրանք նույն ձև են կրկնվում, նորույթ չունեն։ Դե ես նորույթ եմ ասում, էլի նորույթ, որը չկա մամուլում, բանում, բոլորս է գրագետ մարդիկ են, կարծում են, շանս բոլորս են գրագետ, անգրագետներ շատ կան, բայց ինչ է, քաղաքական դիակ, այդ տերմինը չկա։ Իրանք ուղղակի պետք է հայելիում նայեն իրանց ու ասեն մենք արդեն էլ չկանք, մենք քաղաքական դիակ ենք, վсё, չկանք, չեն ընդունում։ Ասա հրացանը վերում եմ, ում հետևից գնամ, ում հետևից, ես զինվոր եմ, դե դու ասա, ում հետևից գնամ, կարաս ասես, ասա, մի խորհուրդ, ես եմ մոլորվել եմ, չգիտեմ։ Այսինքն չկա, իրանք քաղաքական դիակ են, իրանք պետք է գնան, իրանք պետք է շատ ուրախանեն, որ հանգիստ կարենան իրանք ծերությունը վայելեն, որը էլ չեն կարա։ Իրանք Աստծո պատիժը պետք է կրեն, այդ նվազագույնը, եթե ոչ հասարակությանը, որովհետև ավերածություններ են, սաղ ավերածություններ են, դառել է կրիմինալ քաղաք, այսինքն ինչի համար է կրիմինալ դառել, դա աշխատանք չկա, պարապ են, իսկ պարապ մարդը ինչի մասին պետք է մտածի, ինչի մասին, և ոչ մի բանի մասին, դա տարբեր է այդ քաղաքը ուղղակի, իսկ ով է մտածում նրա մասին։ Ինքը քաղաքական դաշտում ոչնչություն է, ինքը մարդը չէ, որ կարողանա կամ խանգարի կամ աջակցի Հայաստանի Հանրապետության վարչապետին, ինքը ուղղակի ավելորդ մի հատ ոնց ասեմ վեշ է, ներողություն բառապաշարի համար, այս պետությունում, որ ուղղակի իրավապահ մարմինների այս իրավական աշխատանքի արդյունքի շնորհիվ միջ առեսօրս ինքը հեռուստալիքների առջև երևում է եւ 100 հազարավոր քաղաքացիներ, հայ մարդիկ ներվայանանում են իր ներկայությունից։ Ինքը ասելիքս ինչ է, ինքն անձնավորությունը չէ, ձեր հիշատակած անձնավորությունը, որ դուք ասում եք Ռոբերտ Քոչարյան ինձ համար ոչնչություն, բերանը ծուխտիկ ինչ-որ մի հատ խոխ է, ինքն անձնավորությունը չէ, այն ուժը չէ, այն որակը չէ, ինքը ուղղակի ոչ մի բան է, ինքը ոչ մի ոչ հեղինակություն ունի, առավել ևս այս պետությունում Հայաստանի եւ հայ մարդու անունից որևէ խոսալու, որևէ բարոյական իրավունք չունի։ 2026 թվականին ես վստահ եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայ մարդը վերջնականապես իր սպասված վրեժը քաղաքական մակարդակով լուծելու է Ռոբերտ Քոչարյանից։ 2026 թվականին Ռոբերտ Քոչարյանի բերանից վարար գետի նման հոսելու է հայ մարդու ծծած տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը քաղաքական մակարդակով։ Ով է Ռոբերտ Քոչարյանը, ով, ոչնչություն, ոչ մի բան, տհաճ ազնվորություն, ոչնչություն է ինքը, այդ բերանը ծուրտիկ խոխ են, ոչ մի բան այս պետությունում, թող ավելորդ չմտնի տղու կերպարի մեջ, տես մի հատ նկար ունի, սատկած կենթանու վրա նստած, սեզ մոսկուլներ բան չանի, ինք ես պետությունում որպես իրանից ինչ-որ մի բան ներկայացնի։ Ոչ մի բան է այդ ոչնչությունը, և 2026 թվականին հայ մարդը իր սպասված վրեժը քաղաքակիրթ մակարդակով լուծելու է, և Ռոբերտ Քոչարյանի բերանից վարար գետի նման քաղաքական մակարդակով հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած արյունը։ Ով է Քոչարյանը, ով, ոչնչություն։
Նախ Փաշինյանին ոչ ոք չի կարող խանգարել, որպեսզի նա հաղթի կամ չհաղթի, որովհետև ռուսական մի հատ լավ խոսք կա. ասում է, кто наконец, тот и командует парадом։ Հետո Քոչարյանին в принципе պետք էլ չի, որ քիթը խոթի նման քաղաքական գործունեության մեջ ինչու։ Փողն ունի, աշխատանքն ունի, տունը ունի, ամեն ինչ նույնպես ապահոված է, նրան պետք է հազիվ ապրծել, որովհետև նա իհարկե հասկանում է, եթե քիթը խոթեց, Ղարաբաղյան խնդրը կչոքի բգին։ Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների շրջանում կան այնպիսիները, ովքեր կտրականապես դեմ են նախկին ղեկավարների իշխանության գալուն, քանզի լավ հասկանում են, որ այդ մարդկանց միակ նպատակն է գալ իշխանության, երկիրը ներքաշել եւս մեկ պատերազմի եւ նոր ողբերգական կորուստների մեջ։ Այսօր հայ ժողովրդի խոհեմ հատվածը ձգտում է խաղաղության, փորձելով երկիրը դուրս բերել փակուղուց եւ փրկել հարազատ ժողովրդին նոր պատերազմից։ Եվ այսօր պատերազմի կողմնակիցները որքան շուտ հասկանան այդ պարզ ճշմարտությունը եւ ընտրեն խաղաղությունը, տարածաշրջանը դուրս կգա փակուղուց եւ հայ ժողովուրդը կշարժվի առանց ատելության ու նոր ողբերգությունների։